Գրեթե 4 ամիս է անցել այն պահից, երբ մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ ըստ էության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո ցավոք սրտի տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում եւ օրինակ ՀՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը, մենք մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հետեւաբար, եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շատ շոշափելի տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել, մյուս կողմից վարանում ադրբեջանական կողմի այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ այսինքն մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել օրինակ մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում եւ այն դեպքում բնականաբար Մինսկի խմբի անհրաժեշտությունը ինքնին վերանում է։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, սահմանադրական փոփոխություններին, կրկին առաջին անգամ չի, մեկ անգամ չի, որ ասել ենք, որ սա Հայաստանի Հանրապետության բացառապես ներքին օրակարգն է։ Մենք սահմանադրական փոփոխությունների մասին խոսել ենք, անհրաժեշտության մասին խոսել ենք դեռ 2018 թվականից եւ ըստ ամենայնի հերթական ընտրություններից հետո, հաջորդ ընտրություններից հետո արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին։ Այն ասպեկտով, որով որ ադրբեջանական կողմն է դնում հարց, ես պետք է ասեմ հետեւյալը. եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են եւ նրանք անկեղծորեն տեսնում են խնդիրներ իրենց տարածքային ամբողջականության հետ կապված մեր սահմանադրության մեջ, ապա այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Ես մեկ անգամ ես ասեմ ինչու եւ ներողություն եմ խնդրում մանրամասների համար, բայց դրանց կարիքը ըստ ամենայնի կա։ Տեսեք, մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, համաձայն այն սահմանների, որը մեր երկու երկրների միջև գոյություն է ունեցել խորհրդային միության փլուզման պահին։ Հիմա այս ձևակերպումը ստորագրելուց հետո պայմանագրի պետք է գնա սահմանադրական դատարան, չէ՞ վավերացման ընթացքում։ Եվ եթե մեր սահմանադրական դատարանը ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր սահմանադրությանը, հարցը լուծված է, այսինքն մտահոգություն չկա, փարատված է, եւ մեր սահմանադրությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միակ մարմինն է աշխարհում, որը կարող է եւ իրավասու է մեկնաբանել մեր սահմանադրությունը։ Եթե այլ որոշում կլինի, այն ժամանակ այլ գործողությունների անհրաժեշտություն կամ քննարկելու անհրաժեշտություն կառաջանա։ Հետևաբար կրկին մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու պայմանագիրը ստորագրելու համար։ Իսկ շփումները նաև այս ամեն ինչը միմյանց բացատրելու կողմերի ընդհանրապես կողմերը պետք է եւ կարող են ավելի ու ավելի հասկանալի դառնալ իրար համար, ավելի ու ավելի փարատել մտահոգություն, հետեւաբար այդ շփումները պարտադիր են եւ շարունակվելու են նաեւ առաջիկայում եւ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն եւ պայմանագրի ստորագրմանը եւ մնացած մյուս հարցերի լուծմանը։ Շնորհակալ եմ։